Բարև ձեզ, եկեք մի պահ պատկերացնենք մի իրավիճակ։ Ձեր հիվանդանոցը ներդրում է միլիոնավոր դոլարներ ամենաժամանակակից թվային համակարգը ձեռք բերելու համար։ Բայց ինչ է իրականում տեղի ունենում, երբ այս փայլուն տեխնոլոգիան բախվում է հիվանդանոցի խառը մարդկային առօրյային։ Այսօր մենք հենց դրա մասին ենք խոսելու, բացահայտելու, թե ինչպես կարելի է կամուրջ կառուցել կլինիկական իրականության եւ թվային փոխակերպման միջև այդ հսկայական անջրպետի վրայով։ Հիմա մի ստադրիչ հարց. իսկ ինչ կլինի, եթե ձեր հիվանդանոցի թվայնացումը ոչ միայն չօգնի, այլև իրականում ամեն ինչ ավելի վատացնի։ Հնչում է անհավանական, չէ՞։ Բայց սա այն դառը ճշմարտությունն է, որին բախվում են շատերը, եւ այն բացահայտում է մի շատ կարևոր խնդիր, որը մենք այսօր կբացահայտենք։ Դե հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը՝ թվային թակարդը։ Այստեղ մենք կտեսնենք, թե ինչպես են լավագույն մտադրությունները, ինչպես օրինակ առողջապահության ոլորտի արդիականացումը, իրականում վերածվում գործառնական խաոսի, երբ մենք անտեսում ենք ամենակարևորը՝ մարդկային գործոնը։ Այս նկարը, գիտեք, ամեն ինչ ասում է։ Շատերը կարծում են, որ խնդիրը ծրագիր գնելն է, բայց դա, ինչպես տեսնում եք, ընդամենը այսբերգի գագաթն է։ Իրական մարտահրավերը, խնդիրների ահռելի զանգվածը թաքնված է ջրի տակ, եւ դրանք ոչ թե տեխնիկական են, այլ մարդկային։ Եվ ինչ է թաքնված այդ ջրի տակ։ Դե պատրաստվեք։ Առաջինը թվային հյուծվածություն։ Բժիշկները հանկարծ ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց, քան հիվանդի մահճակալի մոտ։ Հետո վարչական անտանելի բեռը, որը պարզապես խժռում է նրանց թանկարժեք ժամանակը։ Սրան գումարած աշխատակազմի դիմադրությունը, որովհետև նոր համակարգը պարզապես չի համապատասխանում իրական աշխատանքային պրոցեսներին։ Եվ ամենասարսափելին տվյալների ամբողջականության խնդիրները։ Սա արդեն կազմակերպչական մղզավանջ է։ Եվ այս ամենի արդյունքը մի բան է՝ կազմակերպչական կաթված։ Պատկերացրեք հիվանդանոցի երկու թոքերը, կլինիկական եւ ֆինանսական մասերը, ուղղակի դադարում են իրար հետ խոսել։ Երբ նրանց միջև տվյալների հոսքը խզվում է, ամբողջ համակարգը պարզապես սառում է։ Հիվանդության դեպքերը մնում են օդում խաղված, ինչը հարվածում է եւ հիվանդի խնամքին, եւ հիվանդանոցի ֆինանսներին։ Լավ, բայց այս քաոսից ելք կա։ Իհարկե, եւ դա մեզ բերում է հաջորդ բաժնին՝ ողնաշարային ռազմավարություն։ Հենց այստեղ մենք կտեսնենք, թե ինչպես է մտածելակերպի մի հիմնարար փոփոխությունը կարողանում է ամբողջ խաղը շրջել, քաոսը վերածելով կարգ ու կանոնի։ Եվ ահա այն լուսավորության պահը, որը փոխեց ամեն ինչ։ Սա այն պահներ, երբ բոլորը հասկացան մի հանճարեղ բան։ Էլեկտրոնային համակարգը չպետք է լինի ուղղակի պասիվ, բժշկական օրագիր, որտեղ տվյալներ են կուտակվում։ Ոչ, այն պետք է դառնա հիվանդանոցի ակտիվ, կենթանի, շնչող գործառնական ողնաշարը։ Սա անցում էր պասիվ գրառումներից դեպի ակտիվ իրական ժամանակում կառավարում։ Լավ, բայց ինչ է դա իրականում գործառնական ողնաշարը։ Դե պատկերացրեք միասնական կառավարման կենտրոն, հիվանդանոցի նյարդային համակարգ։ Մի վահանակ, որն իրական ժամանակում իրար է կապում բոլոր բաժանմունքները, վիրահատարանից մինչև լաբորատորիա, հաշվապահությունից մինչև ընդունարան, ամեն ինչ։ Այն դառնում է ճշմարտության միակ աղբյուրը եւ կլինիկական եւ ֆինանսական տեսանկյունից։ Այլևս չկան մեկուսացված տվյալներ կամ մեկ միասնական օրգանիզմ։ Okay, գաղափարը հիանալի է, բայց ինչպես ստիպել բժիշկներին ամենաբարդ ու կարևոր օգտատերերին ընդունել այս փոփոխությունը։ Սա մեզ բերում է ամենաինտրիգային մասին, ինչպես շահել բժիշկների սրտերը։ Պարզվում է գաղտնիքը խիստ կանոնների եւ նուրբ հոգեբանության խելացի խառնուրդում մեջ է։ Եվ ահա թաքնված բանալին։ Բարձրակարգ բժիշկներին չես կարող ուղակի հրամայել։ Նրանք դիմադրելու են, որովհետև նրանց միակ առաջնահերթությունը հիվանդն է, ոչ թե վարչական պահանջները։ Փոխարենը դուք պետք է համոզեք նրանց։ Իսկ ինչով։ Անհերքելի սառը փաստերով ու տվյալներով։ Այսպիսով, առաջին քայլը, այսպես ասած, խիստ ուժն էր։ Նրանք համակարգում ներդրեցին մի պարզ, բայց չափազանց հզոր կանոն։ Տեսեք, եթե կլինիկական տվյալները ճիշտ եւ ամբողջական չէին մուտքագրվում, համակարգը պարզապես արգելափակեր ֆինանսական հաստատումները։ Վերջ, քննարկման ենթակա չէ։ Կանոնը պարզ էր, անգամ դաժան, բայց աներևակայելի արդյունավետ։ Չկա կլինիկական տվյալների ճշգրիտ շարժ, չկան նաև ֆինանսական հաստատումներ։ Հանկարծ տվյալները ճիշտ լրացնելը դարձավ ոչ թե ՏՏ բաժնի խնդիրը, այլ յուրաքանչյուր բաժանմունքի գոյատևման հարց։ Սա ստեղծեց անբանակցելի կարգապահություն։ Բայց միայն մտրակով հարց չես լուծի, չէ՞։ Պետք էր նաև բլիթ։ Եվ այստեղ գործի դրվեց նուրբ ուժը։ Ամեն առավոտ հիվանդանոցի ղեկավարությունը սկսեց ստանալ այսպիսի մի պարզ աղյուսակ։ Այն գույներով ցույց էր տալիս, թե որ բաժանմունքն ինչ մակարդակի վրա է։ Ոչ մի մեղադրանք, ոչ մի պատիժ, ուղղակի թափանցիկ փաստեր։ Եվ գիտեք, թե որն էր հոգեբանական ազդեցությունը։ Ոչ ոք չի ուզում հրապարակաբար վատ տեսք ունենալ իր գործընկերների առաջ։
Բաժանմունքի ոչ մի վարիչ չէր ուզում, որ առավոտյան ժողովին իր անունը հայտնվի այդ կարմիր գոտում։ Սա ստեղծեց այնպիսի առողջ մրցակցություն ու սոցիալական ճնշում, որը 1000 անգամ ավելի հզոր էր, քան ցանկացած հրաման։ Եկեք մի պահ այս երկուսը դնենք կողք կողքի, որ տարբերությունը զգանք։ Հին մոտեցումը ավտորիտար հրամանն էր վերևից ներքև, որը ընկալվում էր որպես պատիժ ու առաջացնում էր դիմադրություն, իսկ նորը հիմնված է թափանցիկ տվյալների վրա։ Այն ստեղծում է գործընկերային հաշվետվողականություն, ընդհանուր նպատակի զգացում եւ ամենակարևորը սեփականության զգացում։ Լավ, այս ամբողջ ռազմավարությունը, խիստ ու նուրբ ուժերը ինչ տվեցին իրականում։ Անցնենք մեր եզրափակիչ բաժնին, ապագան մարդկային է։ Այստեղ մենք կտեսնենք, թե ինչպես են մաքուր տվյալներն ու մարդկային մոտեցումը ծնում իսկական շոշափելի նորարարություն։ Փոփոխությունը պարզապես դրամատիկ էր։ Տեսեք, նախկինում մտածելակերպն այսպիսին էր. սա ՏՏ-ի խնդիրն է, ինչ որ արտաքին նյարդայնացնող գործոն։ Իսկ հետո այն դարձավ յուրաքանչյուր բաժանմունքի ղեկավարի համար ամենակարևոր ցուցանիշներից մեկը։ Սա արդեն ոչ թե տեխնոլոգիական, այլ մշակութային հեղափոխություն էր։ Եվ ամենաապշեցուցիչը գիտեք ո՞րն է։ Արագությունը։ Խոսքը ոչ թե ամիսների մասին է, ոչ էլ շաբաթների, ընդամենը ժամեր անց այն բանից հետո, երբ ներդրվեց այդ թափանցիկ կանաչ կարմիր աղյուսակը, հետ մնացող բաժանմունքները սկսեցին անհապաղ թարմացնել իրենց տվյալները։ Սա պարզապես մարդկային հոգեբանության ուժի ցուցադրումն է։ Բայց ինչու է այս ամենը այդքան կարևոր երկարաժամկետում։ Որովհետև այսօրվա մաքուր տվյալներն ու կարգապահությունը վաղվա նորարարության հիմքն են։ Սա այն ամուր հիմքն է, որի վրա արդեն հնարավոր է կառուցել արհեստական բանականության խելացի գործիքներ, որոնք իսկապես կօգնեն բժիշկներին, ավտոմատացնելով թղթաբանությունը եւ ազատելով նրանց վարչական բեռից։ Եվ վերջում ամբողջ այս պատմությունը կարելի է ամփոփել մի պարզ, բայց շատ հզոր բանաձևով։ Իսկական փոխակերպման համար անհրաժեշտ է 3 բան։ Առաջին՝ համատեքստ, այսինքն հասկանալ բժշկի իրական աշխատանքը։ Երկրորդ՝ խստություն, այսինքն հստակ կանոններ, որոնք բոլորի համար են։ Եվ երրորդ՝ կարեկցանք, մարդկային հոգեբանությունը հասկանալու եւ օգտագործելու կարողություն։ Այս 3-ի հավասարակշռությունն էլ հենց նորարարությունն է։ Այնպես որ ուզում եմ ձեզ թողնել մի հարցի հետ, որի շուրջ կարող եք մտածել։ Արդյոք նորարարության ամենամեծ խոչընդոտը տեխնոլոգիան ինքնին է, թե մարդկային բնույթը հասկանալու մեր անկարողությունը։ Շնորհակալություն։